Պարոն Բալայան, Նիկոլ Փաշինյանը վերջի կառավարության նիստերին թիրախավում է դարձել դատական համակարգը, դատավորներին անվանում կոռումպացված դատական համակարգի ներկայացուցիչներն, ասում են կաշառք են վերցնում, այս աղմկոտ գործերով արդարացնում են, Հերթով կտակ հարցերը։ Դուք հիմա իր այդ հայտարարությունը ինչպես եք ընկալում, պարոն Բալայան, արդյոք սա չի հեղինակազրկում դատական համակարգը։ Իսկ երբ տենց հայտարարություններ չեն արել, որ հիմա էլ անում են։ Վերջի շրջանում կարծես ավելի է։ Ոնց որ հաճախ են անում, էլի։ Հաստատի ստացվում այնպես հասարակության մոտ տպավորություն է ստեղծում, որ այս երկրում անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Հիմա երբանից ինչպես պետք է դատավորները կարողանան ըստ էության իրավիճակը ցույց տալ, որ այդպես է կամ այդպես չէ։ Ինձ թվում է, այս Երևան քաղաքի խցանումների պատճառներն էլ են դատավորները, նիստերը շատ ենք նշանակում, տենց խցանում առաջանում։ Ոչ ինչ ասեմ։ Պարոն Բալայան, երբ հաշիվ տալու հետ կապված, էլի ասում եմ հաշիվ տվեք ձեզ հարգելի դատավորներ, ինչով եք զբաղված։ Պարոն Բալայանը օրինակի համար իրեն ինչպես պետք է հաշիվ տա, որ օրինակ դառնաս Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը։ Մեթոդը ո՞րն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, որ պետք է ինչ-որ մեկի սրտի դատավորը դառնա, ամեն դատավոր իրեն հաշիվ է տալիս։ Իր գործունեությամբ, իր աշխատանքով, չէ՞։ Ոնց դատավորները մեղսունակ մարդիկ են, ոնց կարող իրենց հաշիվ չտալ։ Պարոն Բալայան, նայեք, ընդդիմության լիդերներին բանտ նստեցնելու սպառնալիքներ է ասում են, երեք ասում են Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Հիմա երբ որ դատավորը սա լսում է այս հայտարարությունները, արդյոք չի ճնշվում, ի վերջո երկրի առաջին դեմքից է լինում։ Տակ տկայացնելուց լինի կարող է հեղում կատարի այդ հանգամանքները, ես չեմ կարող ասել, էլի, եթե ին վարույթուն տենց գործ լինի, երևի թե կմեկնաբանում, չեմ։ Այս հայտարարությունների ֆոնին, պարոն Բալայան, դատական իշխանության անկախությունը ինչպես պետք է ապահովեք։ Դատական իշխանության ապահովման պարտականությունը ինձ թվում է բարձրագույն դատական խորհրդի վրա է դրված, իրենք պետք է ապահովեն։ Ստեսուն ձեզ, շնորհակալություն։